Հոգեբանի օրագրի առաջին հյուրը Զինան է, ով ուսանող է Ջավախքից։ Զինա ջան, կխնդրեմ պատմես քո կրթական փորձը եւ անցած ճանապարհի մասին։ Հար ջան, նախքան ներկայանալս ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել քեզ այս ամեն ինչը ստեղծելու համար, այս տիպի ոդկաստ ստեղծելու համար, որովհետեւ մտածում եմ, որ այսպիսի տիպի կրթության մասին ոդկաստներ, ինչ որ հաղորդումներ շատ պետք է նկարվի։ Ես Զինան եմ Ջավախքից, ավարտել եմ Բուրնաշետ գյուղի հանրային դպրոցը։ Ուզում եմ նշել, որ շատ խառը կրթական ճանապարհ եմ անցել մինչև համալսարան ընդունվելս։ Ավարտել եմ գյուղի հանրային դպրոցը, սովորել եմ Ախալքալաքի աշխուղական դպրոցում 3 տարի, Ժվանիայի դպրոցում անցել եմ վրացերենի կուրսերը A2 մակարդակ եւ B1 մակարդակ։ Դրանից հետո 1+4 ծրագրի շնորհիվ ընդունվեցի Թբիլիսի պետական համալսարան, արդեն երկրորդ կուրս եմ, նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո ընդունվեցի հումանիտար գիտությունների ֆակուլտետ, սինոլոգիա բաժին, ապագա չինագետ եմ։ Զինա ջան, ինչպես նշեցիր, սինոլոգիա ես ընտրել։ Ու ինչի հենց սինոլոգիա, որովհետև ելնելով մեր տարածաշրջանի ուսանողների փորձից, հիմնականում տղաները բիզնեսի ֆակուլտետում են սովորում, իրավաբանության, աղջիկները ավելի բիլինգուրի, ավելի շատ ձգտում են մանկավարժ, բժիշկ դառնալուն, բայց սինոլոգիա մասնագիտությունը այդքան էլ ֆակուլտետը հենց այդքան էլ այսպես ասած դեռևս հայտնի չէ ու շատ քիչ է պահանջարկ է մեր հայ ուսանողների կողմից։ Ինչն է դերթել, որ հենց այս ֆակուլտետն ընտրես ու այս ուղղությամբ գնաս։ Գոհար ջան, քանի որ հարցրեցիր ինչու եմ ընտրել այսպիսի տարբերվող մասնագիտություն, շատ են ինձ այս հարցը տալիս եւ հիմա ուզում եմ վերջնականապես պատասխանել եւ փակել այս թեման, բայց նախքան պատմությունը պատմելը, որովհետեւ շատ հետաքրքիր պատմություն է, ուզում եմ նշել ինչ կրթական ճանապարհ եմ անցել, որովհետեւ իմ մոտ կրթության ճանապարհը լրիվ, այսպես ասած, այս տիպի խորթուփորձ ճանապարհներով է անցել։ 12 տարեկանից սկսվել է իմ կրթական կյանքը, այսպես ասած, սկսել եմ երգից, աշխուղական դպրոցն եմ հաճախել, ավարտել եմ 3 տարի սովորել եմ այդտեղ ու 13 տարեկանից արդեն հաճախել եմ անգլերենի, գրեթե վստահ գիտեի, որ դպրոցն ավարտելուց հետո շարունակելու եմ անգլերենի բանասիրություն մասնագիտությամբ, վստահ էի, բայց երբ 12-րդ դասարանում էի սովորում, պատրաստվում էի քննություններին ընդունելության, սկսեցի պարապել մաթեմատիկա, կնշեմ այն, որ նախքան այդ ատել եմ ես մաթեմատիկա առարկան, վստահ եմ շատ-շատերն են ատում այդ առարկան։ Ես պետք է նշեմ, որ մինչև դպրոցս ավարտելը ու մինչև 0 կուրսս ավարտելը ես վստահ էի, որ ես մանկավարժ պետք է դառնայի, ճիշտ է, ես անձամբ այդ մեծ ցանկությունը չունեի, բայց այսպես ասած հասարակության դերթմամբ ես էլ եմ միշտ մտածել, որ այ կոնկրետ այս մասնագետը պետք է դառնամ, բայց քո նման վերջում լրիվ այլ ուղղությամբ եմ գնացել։ Այո, ուղղակի մի քիչ տարբերությունը նշեմ, ես սիրահարված եմ եղել անգլերենին, շատ էի երազում, ցանկանում շարունակել այդ ուղղությամբ, բայց ինչպես ասում են, իմ մոտ ոչ մի բան տենց չստացվեց, ինչը պլանավորել էի, երբ պատրաստվում էի ընդունելության քննություններին, մի շատ հետաքրքիր բան եղավ իմ կյանքում, սկսեցի մաթեմատիկան սիրել։ Եվ մտածեցի, եթե սա ինձ մոտ ստացվում է, ինչու չգնամ չսովորեմ բիզնես։ Ու այդ օրվանից սկսած բիզնեսի ոլորտ ինձ ավելի շատ էր գրավում, այս ժամանակ նույնպես գրեթե վստահ էի, որ ընդունվելու եմ էկոնոմիկայի եւ բիզնեսի ֆակուլտետ։ Բայց այս ամեն ինչն էլ չստացվեց, հիմա կոնկրետ նշեմ ինչպես ընտրեցի սինոլոգիան։ Այո, երկրորդ կիսամյակում 0 կուրսի ժամանակ մենք ընտրում ենք առարկա ինչ-որ ֆակուլտետից, որպեսզի ուսումնասիրենք այդ մի առարկան եւ հասկանանք, արդյոք մենք ուզում ենք գնալ այդտեղ սովորել, թե ոչ։ Ընտրել էի բիզնեսի առարկան, դասախոսս հումանիտար գիտություններից էր, այսպես ասած վրացերենի ֆիլոլոգ էր, եւ 5 դասից ինձ նկատեց։ Հարցեր էր տալիս, թե տվյալ բառը ինչ է նշանակում, անգլերենով էի պատասխանում, որովհետեւ այդ ժամանակ այսպես ասած բառը վրացերենով բացատրել այդքան էլ չէի կարողանում եւ անգլերենով էի թարգմանում, ասաց որտեղից գիտես, ասեցի լեզուներ սովորել շատ եմ սիրում, 5 տարի սովորել եմ անգլերեն, նպատակ ունենալով շարունակել այդ ուղղությունը որպես մասնագիտություն։ Ասաց, բայց դու հիմա ինչի ես գտնվում այստեղ տնտեսագիտության ֆակուլտետում, ասեցի դե հիմա այս հետաքրքրություններն ունեմ։ Բայց ես մտածում եմ, որ այս դեպքում քո անգլերեն
սովորել է 5 տարվա ընթացքում, ապարդյուն չի եղել, որովհետև դու այդ լեզվին էլ տիրապետում ես ու իրոք քանի լեզու գիտես այդքան մարդ ես ու անգլերեն այսօր բոլորիս շատ պետք է ու թեկուզ այն ժամանակ որ մտածել ես հաստատ անգլերենով ես շարունակելու, այդ ամեն ինչը նույնպես իր օգուտն ունի։ Իհարկե, վստահ եմ։ Այդ этаպում նաև շատ ակտիվ սովորել եմ նաև թուրքերեն, A2 մակարդակ տիրապետում եմ թուրքերենին եւ Քանի լեզու գիտես։ 6 լեզու։ Չինարենը հիմա արդեն 6-րդն է։ Թարգմանի չեք ուզում տարբեր լեզուներով, Զինան եթե ժամանակ ունենա, չեք աշխատի։ Անպայման։ Դա ասեց, որ ես ավելի շատ հումանիտարի մարդ եմ եւ ավելի լավ է անեմ այն, ինչը լավ եմ կարողանում անել, քան թե անեմ այն, ինչը բոլորն են անում, որովհետեւ տեղյակ ես, որ մեր օրերում բոլորը ընդունվում են բիզնեսի ֆակուլտետ, էկոնոմիկայի ֆակուլտետ։ Այո։ Ու դրանից հետո տուն գնացի, շատ հիասթափված էի, որ ինչի ինձ մոտ չի ստացվում, ինչ որ բաներ իմ կյանքում սկսվում էր խառնաշփոթ իրավիճակ, որովհետեւ ես չգիտեի սովորեմ բիզնես թե ոչ, բայց ուզում եմ նշել այն, որ ես առաջին դասից հասկացել եմ, որ դա ընդհանրապես իմը չի։ Կարծես թե ներքին ձայնս ինչ որ բան հուշում էր, որ Զինա, սա քո տեղը չի, դու ուրիշ բան պետք է անես, դու ուրիշ տեղ պետք է լինես, ու այդ դեպքում դասախոսս շատ խորհուրդներ տվեց, օրինակ բերեց, որ համալսարանում բացվել է սինոլոգիան, դրանից առաջ կար, ուղղակի հիմա հնարավոր է ընտրել որպես մեյջոր մասնագիտություն։ Հետո տուն գնացի, որոշեցի, լավ, եթե ես լեզուներ սովորել սիրում եմ, ուրեմն ինչ լեզու ընտրեմ։ Անգլերենը սիրում եմ, Բայց գիտես։ Այո, մտածեցի, ես ուզում եմ անել այնպիսի բան, որը շատ քչերն են անում։ Ուզում էի տարբերվել, բնավորությամբ նույնպես այնպիսին եմ, որ սիրում եմ տարբերվել, շատ ուրիշ ճանապարհով գնալ, որովհետև եթե շատերը գնում են նույն ճանապարհով, օրինակ այս տվյալ դեպքում նույն մասնագիտություններն են սովորում, դա ընդհանրապես ինձ չէր գրավում։ Ես փոքր ժամանակ որ ասում էի ուզում եմ տարբերվել ու չեմ ուզում անել այն ամեն ինչ բոլորն են անում, ինձ ասում էին բոլորը հաց են ուտում, դու ինչ ես ուտում, դու եկել, որովհետև իրականում մեր հասարակությունը շատ դժվար է ընդունում այդ տարբերվողը։ Եթե դու տարբերվում ես, ուրեմն ոնց որ այդ պահին օտարես իրենց համար, մինչև մեծ հաջողության չես հասնում։ Թեկուզ իմ մասնագիտության դեպքում հոգեբանությունը 7 տարի առաջ ընդհանրապես չէ, Ջավախքի հայերի մեջ շատ տարածված չի եղել, մասնագիտություններ, հիմա է որ մի քանի ուսանող կան կոնկրետ հոգեբանության ֆակուլտետում սովորող կամ ավարտած հենց Թբիլիսիում ու իմ մոտ էլ սկզբում այդ ոնց որ օտարությունը կար ու չընդունելու այդ տարածված պրակտիկան, որ շատ դժվար հասա այն փուլին, որ ինձ ընդունեցին, բայց ընդունեցին միայն այն ժամանակ, երբ արդեն որոշակի հաջողությունների հասա։ Դրա համար ուզում եմ ասել, որ եթե ձեզ հիմա այս փուլում չեն ընդունում, որովհետև ինչ որտեղ ինչ որ բանով տարբերվում եք, դա չի նշանակում, որ ձեզ միշտ չեն ընդունելու։ Հենց դուք որոշակի հաջողության հասաք ու ինքներդ ձեզ ապացուցեցիք, որ այ դուք կարող եք ու արժեք ու պետք է, հասարակությունը միանգամից կսկսի ձեզ ընդունել, որովհետև դու արդեն հաջողակ գերազանց օրինակ ես, այսպես ասած, որը արդեն այսպես կոպիտ ասած իրենը դրել է, որ ինքը կարող էր ու ինքը արեց։ Շարունակեմ, այդ դասից հետո գնացի տուն, միանգամից հապճեպ որոշում եմ կայացրել, որ սովորելու եմ չինարեն։ Ու գրեթե վստահ էի այս դեպքում 100%, որ ես ուզում եմ այս ամեն ինչը։ Զանգեցի տուն, առաջինը պապայիս եմ ասել, որ շատ հետաքրքիր է ռեակցիաները։ Առաջինը պապայիս եմ ասել, որ պլանավորում եմ սովորել չինարենը, այս դեպքում որպես մասնագիտություն, ու հիշում եմ իր ռեակցիան, թե ինչքան ապշած էր։ Ինքը այդքան էլ կողմ չէր, որ ես ընդունվեի տնտեսագիտության ֆակուլտետ, որովհետև միշտ ասում էր, որ ես քո մեջ ուրիշ ուժ եմ տեսնում, այո, զգում եմ, որ դու ինչքան շատ ես սիրում լեզուներ սովորել եւ միշտ խորհուրդ էր տալիս անել այն, ինչը սիրում եմ, այլ ոչ թե ուղղակի ինչ որ ինձ շահույթ բերի կամ ինչ որ պրեստիժային լինի տվյալ մասնագիտությունը, բայց այս դեպքում նույնպես ապշած էր, ասեց Զինա, ինչի չինարեն, ասեց վստահ ես, ասեցի հա, այս դեպքում հաստատ վստահ եմ ու ոչինչ չի կարող իմ վրա ազդել, որ ես փոխեմ այս մասնագիտությունը։
Ու այդպես ասեց, լավ, ինչ որ որոշես, ես քո կողքին եմ, ուղղակի իմացիր, որ այս կյանքում, այո, ուղղակի իմացիր, ասաց, որ ուղղակի իմացիր, այս կյանքում անհնարին ոչինչ չկա։ Հետո հայտնում եմ այդ լուրը մամայիս, պապիկիս, տատիկիս, բոլորը։ Տատիկի ու պապիկի ռեակցիան ինչպիսին էր։ Շատ հետաքրքիր էր, ասեմ այն, որ պապիկս շատ մեծ հետաքրքրություն ունի հեռավոր արևելքի հետ կապված, շատ է սիրում Չինարենը ու միանգամից ասեց Զինա ջան, ես ինչ լավ բան ես մտածել, շատ հետաքրքիր է, դու գիտես իրենք ինչքան ուժեղ մարդիկ են, Չինաստանը ինչքան ուժեղ երկիր է, առաջատար երկիր է մեր օրերում ու ասեց ես քո մեջ ուժը տեսնում եմ, այս պոտենցիալը տեսնում եմ եւ եթե մտածել ես մինչեւ վերջ գնա ու չլսես ոչ մեկին։ Արիք ընտանիքին ասենք, որ իրենք հրացած մարդիկ են, ապրեք ու հաստատ իրենց աջակցությամբ շատ լավ չինարենի մասնակից կունենան, չէ՞։ Հուսամ։ Ես ամեն ինչ անում եմ։ Լինի շատ հետաքրքիր է։ Այո, իհարկե ցնցված էին այդ լուրից, որովհետև նախկինում ես բացարձակ երբեք չեմ հետաքրքրվել ոչ այս լեզվով, ոչ այդ երկրով, ոչ ցանկություն եմ հայտնել սովորելու, չնայած նրան, որ լեզուներ սովորել շատ եմ սիրել։ Արդեն չինարեն որոշ չափով գիտես, տիրապետում ես լեզու։ Այո, արդեն սովորում եմ չինարեն երկուսը, այսպես ասած համալսարանում HSK երկրորդն եմ սովորում ու պատրաստվում եմ բան ասես չինարենով, մեր այսպես ասած լսարանի համար, այո, օրինակ ես ողջունես կամ 你好吗？我是吉娜，我在第比利斯国立大学学习汉语。 Բայց կթարգմանես ինչ։ Ես Զինան եմ, սովորում եմ Թբիլիսի պետական համալսարանում չինարեն։ Շատ հետաքրքիր Այո։ լեզու է, ճիշտ է, հիմա իմ համար շատ այսպես օդ արե ու ոնց լսեցի դենց էլ մոռացա, բայց շատ հետաքրքիր է։ Ես քեզ ներկայացրեցի շատ գեղեցիկ ձևով այս ամեն ինչը, չխոսելով նեգատիվի մասին, որը վստահ եմ, որ հիմա ես պետք է խոսեմ այս ամեն ինչի մասին։ Բացասականը իմ մասնագիտության հետ կապված միշտ եղել է ու մինչև այսօր կա, ինչը շատ ցավալի է, բայց ուղղակի ես արդեն փոխվել եմ, ինձ ոչ մի կարծիք, ոչ մի կարծրատիպ չի կարող ազդել, որովհետև ես վստահ եմ, որ ճիշտ տեղում եմ գտնվում։ Հիմա ասեմ, ճիշտ է, ես ընտրել էի այդ մասնագիտությունը, բայց այդ չէր արվել որպես պաշտոնական, հա, պետք է դիմում ուղարկեի համալսարանին, որ նախապատրաստական կուրս ավարտելուց հետո որոշում եմ կայացնում, որ ուսումս պետք է շարունակեմ այս մասնագիտությամբ։ Նախքան այդ դիմումը գրելը ես ունեի մի քանի ամիսներ ու այդ ժամանակ գտնվում էի Ջավախքում։ Դե բնականաբար սա այնպիսի մասնագիտություն է, որ պետք է ուսումնասիրես, հասկանաս իրոք դա պետք է սովորել, թե ոչ։ Ու շատ մարդկանց կարծիքներ եմ լսել, համացանցով շատ բաներ եմ ուսումնասիրել, ու այս ամեն ինչը ուզում եմ անպայման նշել, որ շատ ռիսկային է եղել ինձ համար։ Այ այստեղ, որ ասում ես, ես պետք է մինչ ընտրելս այդ մասնագիտությունը ուսումնասիրեի, չես պատկերացնում ինչքան համաձայն եմ քո հետ, որովհետև շատ հաճախ մարդիկ ընտրում են մասնագիտություն ընդհանրապես չիմանալով, թե այնտեղ ինչ են սովորելու։ Կիսամյակի ընթացքում ինչ առարկաներ են անցնելու, առարկաները ինչ մոդուլներից է կազմված եւ այլն, ու դա շատ մեծ խնդիր է։ Ինձ շատ հաճախ են հարցնում, օրինակ Գոհար ջան, ինչ մասնագիտություն խորհուրդ կտաս ընտրել, բայց ես երբեք միանգամից խորհրդից չեմ սկսում։ Առաջին հերթին հարցնում եմ, ինչ հետաքրքրություններ ու հմտություններ ունես։ Այ եթե դու օրինակ ուզում ես դառնալ, ես ֆիզիկոս, դու ըստ քեզ ունես այդ հետաքրքրությունը կամ հմտությունները, որոնք բավարարում են տվյալ մասնագիտությանը։ Հա, այս կյանքում ամեն ինչ հնարավոր է սովորել, եթե ունես աշխատասիրություն, համապատասխան ռեսուրսներ, կամքի ուժ եւ այլն, բայց ինչքանով հաճելի կլինի քեզ այդ process-ը։ Այդ իսկ պատճառով մինչ մասնագիտություն ընտրելը պետք է դու նստես, քո թույլ ուժեղ կողմերը գրես, թե ինչ հմտություններ ունես, ինչ հետաքրքրություններ ունես, հետո այդ ցուցակը երբ կազմես, պետք է արդեն առանձին սկսես բոլոր մասնագիտությունները, որոնք ձեր նախընտրելի համալսարանը օրինակ ունի, բոլոր ֆակուլտետները առանձին պետք է ուսումնասիրեք, այսպես ասած։ Իրականում դա մեծ ժամանակի ռեսուրս է պահանջում ու ես վստահ եմ, որ այն ամիսները, որոնց ընթացքում դու Ջավախքում ես եղել, իրոք արդյունավետ ես օգտագործել դրա համար այսօր սովորում ես այն մասնագիտությամբ, որը սիրում ես, բայց այդ նախնական ուսումնասիրելը
ուսումնասիրություն է, ընթացք է, հետազոտություն է, պարտադիր է։ Սա ոնց որ թեմայից մի քիչ շեղվեցի այն պատճառով, որ հաստատ այս թողարկումից հետո հարցեր կլինեն, թե բա մենք ինչպես մասնագիտություն ընտրենք, կամ այսին սիրուն ձևով է Զինան ներկայացնում իր մասնագիտությունը, եկեք մենք էլ նույն մասնագիտությամբ սովորենք, բայց հենց այդ տուրը բացեցիք, եթե մինչև այդ դուք չիմացաք, դեռնից ներս ինչ իրականություն է, ձեզ համար շատ-շատ դժվար կլինի ու հիասթափությունը հնարավոր է նույնքան այսպես շուտափույթ կերպով գա, ինչպես որոշում կայացնելու process-ներ։ Այդ իսկ պատճառով մասնագիտություն ընտրելու process-ը հեշտ չի։ Իրականում այսպես այսօր շատ մարդիկ կան, ովքեր դժբախտ են թեկուզ այն պատճառով, որ աշխատում են կամ ես իմ 30-40 տարի աշխատել են իրենց չսիրած մասնագիտությամբ կամ անցանկալի աշխատատեղում։ Շանակ ճիշտ ես, ես քո հետ համաձայն եմ։ Ուղղակի իմ մոտ նեգատիվը այն էր, որ այդ ժամանակաշրջանում գտնվում էի Ջավախքում։ Շատ է տարբերվում մեր հայերի կարծիքը վրացիների կարծիքից։ Ու շատ եմ հարցրել տարբեր տրեյնինգների ժամանակ, պրոյեկտների ժամանակ եմ եղել, հարցրել եմ տարբեր մարդկանց կարծիքները, թե ինչ են մտածում տվյալ մասնագիտության մասին, ու շատ վատ կարծիքներ եմ լսել, ու ուզում եմ նշել ինչ առումով, օրինակ ինչ էին ասում, որ աշխատանք չես գտնի, թե նշում էին աղջիկա գործ չի, գենդերային ստերեոտիպներ կարծրատիպեր եղել են այն, որ ինքը այդքան տարածված մասնագիտություն չի ու շատ քչերն են տիրապետում այս լեզվին, որովհետև աշխարհում առաջին տեղն է գրավում բարդությամբ ու շատերը խուսափում են եւ մտածում են, որ չինարեն սովորելը անհնար է ու մինչև վերջ սովորելը հնարավոր չի։ Պլյուս սրան ավելանում է այն, որ միշտ ասել են, որ հետ գաս ինչ ես աշխատելու, որտեղ ես աշխատելու Ջավախքի համար։ Բայց կարող է դու չես ուզում հետ գնալ։ Այո, սրան նույնպես ուրիշ ձև են նայում, որ ասում ես ես իմ կարիերան պատկերացնում եմ օրինակ Թբիլիսիում։ Ինչը թե հորդ մորդ մեննոց թողնես։ Այո, նշանվիս այո, բարբարով էստեղ։ ես ուղղակի չեմ ընդունում այդ կարծիքը, որ մարդը անպայման պետք է սովորի օրինակ Թբիլիսիում հետ վերադառնա Ջավախ։ Կարող է մարդ ուրիշ նպատակներ ունի ու եթե իրենց մոտ չի ստացվել, իրենք հետ են եկել ու օրինակ դպրոցում դասավանդում են ինչ որ առարկա, տենց ցանկացել են, կարող է հենց իրենց ցանկությունը ու երազանքը դա է եղել, որ հետ գնա, բայց քո դեպքում դա քո նպատակը չի։ Այսինքն ինչպես դու չես քննադատում իրենց ցանկությունները, դու ցանկանում ես, որ քոնն էլ չքննադատեն, չէ՞։ Հիմնական կարծրատիպ եղել է այն, որ դա քեզ պետք չի, սրանով ոչինչ չես կարող աշխատել, ինչի ես հասնելու եւ այլն, ինչը ինձ վրա ազդել է։ Անկեղծ եմ ասում, որովհետեւ ես այդ этаպում շատ խոցելի եմ եղել, որովհետեւ ինձ միշտ ծնողներս ասել են, որը սխալ կարծիք է։ Մասնագիտություն ընտրել այդ կյանքում ամենակարևոր բանն է ու չպետք է սխալվես։ Բայց ուզում եմ ասել, որ այս ամեն ինչը այդքան էլ տենց չի ու քանի որ ինձ էսպես են դաստիարակել, ասեմ, հա, ես շատ խոցելի էի ու մտածում էի հանկարծ չսխալվեմ։ Ինչպես նշեցի սկզբից, շատ ռիսկային է եղել այս ամեն ինչը ինձ համար, որովհետև ես վստահ չէի կկարողանամ սովորել այս լեզուն։ Այո, կսիրեմ այդ լեզուն, նաև, որովհետև շատ է տարբերվում եվրոպական լեզուներից, օրինակ նաև ռուսերենից է շատ տարբերվում, ու դրա համար մտածեցի, ես հիմա կամ ընտրում եմ սինոլոգիան, կամ ոչ մի բան չեմ սովորում։ Ու հիմա գալիս է դիմումը գրելու ժամանակը, էլեկտրոնային պետք է ուղարկեի։ Հիշում եմ ինչքան եմ սպասել, մինչև կոճակը սխմել եմ, ձեռքերս դողում էր, մինչև սխմեցի ուղարկեցի ու մինչև երկրորդ կիսամյակը սկսվել է, որովհետև երկրորդ կիսամյակից ենք սկսում լեզուն ուսումնասիրելը, ես էլի շատ վախերի մեջ էի, որովհետև մտածում էի, որ կարողա չսիրեմ, կարողա ինձ դուր չգա, հիասթափվեմ, մի խոսքով վախենում էի, բայց Ջավախք էի վերադարձել էլի, առաջին կիսամյակը փակելուց հետո տանն էի, առարկաներ ընտրել վերջացրել էի ու մի օրից երևի գալու էի նորից Թիֆլիս ու հիշում եմ պապայիս հետ խոսում էի, ու ասեց Զինա, ինչն է քեզ անհանգստացնում, մի տեսակ ես, ասեցի, որ վախենում եմ, ասի, եթե չստացվի ինչ եմ անելու, ինչ ա լինելու, ասեց հետդ չեմ խոսելու, կհավատաս, այդ խոսքերը որ ասեց, ինձ չգիտեմ, շատ մեծ ուժ եկավ, դրանից հետո ոչ մի վախ չեմ ունեցել,
ու շատ վստահ գնացել եմ առաջին դասին ու զգացել եմ, որ այո, սա իմն է։ Որտեղն է։ Այ այստեղ ես անպայման ուզում եմ նշեմ, որ ուղղակի ուզում եմ ասեմ, որ տեսեք ծնողներ, ինչքան կարևոր է ձեր աջակցությունը։ Իրականում ծնող լինելը շատ դժվար է։ Իհարկե դա իմ սեփական փորձից չեմ ասում, բայց ելնելով այն փաստից, որ հոգեբան եմ ու աշխատել եմ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ, հասկանում եմ, որ մեր ջավախքի ծնողների ու նրանց երեխաների միջև միշտ կա պատնեշ, որը իրականում իրենք նմանեցնում են հարգանքի ու խստության, բայց իրականում հարգանքը, խստությունը լրիվ այլ բան է, իսկ այդ պատնեշը միշտ խանգարում է, որ երեխան կարողանա վստահել ծնողին, խորհուրդ հարցնել, աջակցություն սպասել եւ այլն, բայց թեկուզ Զինայի դեպքում Զինայի այս խոսածը, այսպես ասած, պատմածը վառ օրինակ է, որ եթե ծնողդ քեզ աջակցում է, ծնողդ ոգևորում է, թեկուզ դու սխալվես, դու ավելի ինքնավստահ ես, դու ավելի անվախ ես, դու ավելի մոտիվացված ես ու ավելի մեծ բարձունքների կարող ես հասնել, քան այն երեխան, ում միշտ ոնց որ հենց ծնողն է դատապարտում, որ չէ, դա չանես, դա քո մոտ չի ստացվի, դա սխալ է եւ այլն։ Ուղղակի երբեմն թույլ տվեք ձեր երեխաներին լինել, դառնալ այն, ինչ ինքը ուզում է։ Միևնույն է, բոլորս օրերից մի օր ինչ որ միտեղ, ինչ որ մի սխալ պետք է անենք, ինչքան էլ մեր ծնողները ուզենան մեզ այդ ամենից հետ պահել, բայց եթե մարդը ինքը որոշի, երբ ինչ պետք է անի, գա որպես քո երեխա, քեզնից ես իմ խորհուրդ հարցնի, աջակցություն ստանա, ինքը էլ ավելի ունակ կլինի ճիշտ որոշումներ կայացնելու, բայց թեկուզ սխալ որոշումները մեր կյանքի մի մասն են։ Դրանով աշխարհը չի փլուզվում եւ հենց այդ սխալների հիման վրա մենք ավելի փորձառու ենք դառնում, ավելի խելացի ենք դառնում, ավելի գիտակից ենք դառնում եւ այլն։ Այս ամենի հետ կապված իհարկե էլ ավելի երկար կարելի է խոսելու, եթե ցանկություն ունենաք, ես կարող եմ հյուրընկալել ծնողների կամ ես իմ երեխաների, ովքեր իրենց ծնողներից աջակցություն չեն ստացել ու իրենց կյանքը դրանից ինչ որ ձևով, ինչ որ չափով փոխվել է, ու այս թեմայով նույնպես կարող ենք առանձին ոդկաստ անել, իսկ այս դեպքում ես էլի եմ ուզում նշեմ, որ ապրեն Զինայի ծնողները, հույսով եմ այս ոդկասթը իրենք էլ կտեսնեն ու քեզնով եւս մեկ անգամ կհպարտանան իրենք իրենցով նույնպես։ Այո, եւ ուզում եմ նշել այն, որ եթե ընտանիքիս աջակցությունը չլիներ, ես կարող է այստեղ չլինեի, որովհետեւ ինչպես նշեցի, շատ խոցելի էր ժամանակ ու ուզում եմ էլի շատ շնորհակալություն հայտնել իրենց, որ իմ կողքին են եղել ու միշտ իմ կողքին են։ Այսօրվա ոդկասթի մի մասը նվիրված է ձեզ շնորհակալություն հայտնելու ու արժանի եք իրականում։ Հիմա ուզում եմ թեման, այսպես ասած, ընդլայնենք ու նաև քննարկենք մի շատ հետաքրքիր ֆենոմեն, երևույթ, որը կոչվում է ուսանողական կյանք, ու այս ուսանողական կյանքը ուզում եմ քննարկենք ընդհանուր մասշտաբով, էլի, ուսանողների մնացած օրինակ ունես, չէ, ուսանող ընկերներ, հարազատներ եւ այլն, ուսանողների հետ ես ապրում ու հետաքրքիր կլինի ընդհանրապես խոսել այն մասին, թե ինչ է իր մեջ ներառում ուսանողական կյանքը, մինչեւ խոսքը արդեն քեզ հանձնելս, նշեմ, որ առաջ ուսանողական կյանքին մի քիչ այլ կերպ էին մոտենում, հիմա այլ պատկեր ունի ուսանողական կյանքը։ Հիմա ուսանողական կյանքը ավելի ճիշտ ուսանողական կյանքին նայում են որպես սրճարաններ գնալ, սիրուն սթորիներ անել, սիրուն հագնել, բայց ես ժամանակին ուսանող լինելով հանդերձ գիտեմ, որ իրականում ուսանողական կյանքը միայն ու միայն սրճարան գնալ կամ միայն ու միայն աշխատել, թեկուզ թիթիզանալ չի նշանակում։ Ու հիմա ուզում եմ քեզ հարցնեմ ու դու պատմես, թե ինչ դժվարություններ կարող է ունենալ ուսանողը, թեկուզ Թբիլիսիում, թեկուզ Երևանում, թեկուզ մեկ այլ երկրում, այ կոնկրետ ջավախցի ուսանողը։ Կարևոր հարց է, որը պետք է քննարկվի, ինչպես նշեցիր, բոլորս լսել ենք, չէ, ուսանողական տարիները
ամենալավ տարիներն են։ Ուսանողական կյանքի պես կյանք չկա։ Ու հիշում եմ, երբ արդեն բակալավրիատի առաջին կուրսում էի, ինչ դժվարությունների եմ հանդիպել ու երբ ծանոթներս, բարեկամներս էլի այդ արտահայտությունը ասում եմ, ես համաձայն չեմ, որովհետև ես իմ մաշկի վրա եմ զգացել այդ դժվարությունները, որոնք ինձ կոփել են, հա, այսպես ասած, բայց ուսանողական կյանքը պատկերացնում եմ լրիվ այլ կերպ։ Ուզում եմ խոսել հիմա նեգատիվից սկսելով, որովհետև անընդհատ խոսվում է ուսանողի սիրուն կյանքի, ուսանողի լավ կյանքի մասին, իհարկե սրան նպաստում են սոցիալական հարթակները, որովհետև Instagram-ում, Facebook-ում բոլորս տեղադրում ենք մեր հաջողությունները, մեր ռուտինան, այսպես ասած, ու այդ աուդիտորիային շատ հաճելի է թվում։ Եվ մարդիկ սկսում են ձևավորել կարծիք, որ ուսանողական կյանքը շատ թեթև, շատ հաճելի բան է։ Իսկ երբ դու սովորում ես իսկական ուսանողի պես, քո նպատակը ոչ թե քաղաքն է, ոչ թե սրճարաններն են, այլ լավ մասնագետ դառնալը ու կյանքում շատ մեծ բարձունքների հասնելը, հատկապես աղջկա համար, այստեղ նաև ավելանում են այն կարծրատիպերը, որ ուզում եմ անպայման նշել, որ դու աղջիկ ես, ինչի պետք է հասնես այս կյանքում, բայց ես լրիվ հակառակն եմ մտածում։ Որտեղ կան, որտեղ է սփախվել այդ կարծրատիպերի հետ, այն իրականում գոյություն ունեն դրանք, այնպես չի գոյություն չունեն, ուղղակի ես որ խոսում եմ այդ ամեն ինչի մասին, լինում են տեղեր, որ ասում են դա առաջ էր, հիմա այդպես չեն արտահայտվում աղջիկների մասին, բայց փաստ, թեկուզ հիմա դու եւս մեկ օրինակ, որ աղջիկներից շատ հաճախ թերագնահատում են, չնայած տղաները նույնպես իրենց խնդիրները ունեն, տղաները նույնպես բախվում են որոշակի կարծրատիպերի, այդ թեկուզ այն դեպքում, որ տղային սովորել ինչ պետք է, թող խոփան գնա, քույրը սովորի, չէ՞, նման կարծրատիպեր նույնպես կան, բայց օրինակ դու հենց որտեղ ինչ ձևով ես բախվել, այ աղջիկ լինելու հենց այդ խնդրին, որ եթե աղջիկ ես, ուրեմն դա պետք է չանես։ Ուզում եմ նշել, որ այս ընտանիքի կողմից չի եղել։ Հիշում եմ, մի 2 տարի առաջ էր, խոսեցի մեր բարեկամի հետ իմ նպատակների մասին, հարցրեց, ես էլ ասեցի, որ այսպես եմ պլանավորում հետագայում, քմծի ծաղելով ասաց, որ երազի, էլի, դու աղջիկ ես, աղջիկները բոլորն էլ երազում են անկապ, բայց իմ դեպքում ոչ մի բանը երազելով չի։ Քանի որ խոսեցինք, ուզում եմ ասել, որ այն ինչը մենք ցույց ենք տալիս սոցիալական հարթակներում ուսանողի կյանքի հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, այս ամեն ինչը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր գտնվում են տվյալ կետում, օրինակ Թբիլիսի պետական համալսարանում, ունենալով շատ մեծ նպատակներ, իրական նպատակներ եւ անում են ամեն ինչ, որպեսզի հասնեն այդ նպատակներին, այլ ոչ թե անկապ երազում են։ Ինչ դժվարությունների հանդիպեցի առաջին կուրսում բակալավրիատի, որովհետև առաջին կուրսը բակալավրիատը լրիվությամբ տարբերվում է, ամբողջությամբ տարբերվում է 0 կուրսից, նախապատրաստական կուրսից եւ մտածում եմ, որ այս ամենի մասին անպայման պետք է խոսվի։ Ես քանի որ նշեցի, շատ լուրջ նպատակներ ունեմ, իմ մոտ մի քիչ ուրիշ է այս ամեն ինչը։ Հիշում եմ առաջին դասը Չինաստանի պատմություն, առարկան, առաջին անգամ գնացել եմ սեմինար հանձնելու, մոտավորապես 40 հոգի էինք մի սենյակում, պետք է պատմեինք դասը։ Ես հիմա իհարկե շատ անկեղծ կպատմեմ, որովհետև սիրում եմ խոսել նաև ձախողումների մասին։ Ես առաջին դասը պատրաստել եմ եւ անպայման ուզում էի դասը հանձնել, որը շատ մեծ բարդություն էր կրում, հա, ինձ համար այսպես ասեմ։ Ազգս կարդաց, սկսեցի պատմել։ Դասը պատրաստել եմ, գիտեմ։ 2-3 նախադասություն ասում եմ, մոռանում եմ բուդդիզմ բառը։ Դասախոսը ինձ վիրավորում է։ Ասում է՝ Զինա, եթե չգիտես, պետք չի ձեռք բարձրացնես, ասես, որ ուզում ես պատմես։ Ու ես այդ պահին ոչ մի բան չեմ ասում։ Ինձ մոտ շատ մեծ հիասթափություն եղավ այս ամենի հետ կապված, եւ հիշում եմ, մենակ տուն էի գնում, մտքերի մեջ ընկած, որ սա այն չի ինչ պետք է լինի, որովհետեւ ես այստեղ եմ ոչ թե պարզապես լավ սովորելու համար, այլ լավ սովորելու համար ու լավ մասնագետ դառնալու համար։ Ես այդ օրը ինձ խոստացա, որ սրանից հետո ոչ մի բան չի կարողանալու ինձ խանգարել եւ կոտրել եւ հիասթափեցնել։ Ու երկրորդ դասերից սկսած ամեն ինչ կողքի դրած այն, որ ինչ կասեն ինձ մնացած մարդիկ, կարող է խոսածից չհավանեն եւ այլն, չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են վրացերենին, ուղղակի այդ լարվածության պատճառով եղավ եւ մոռացա տվյալ բառը ու չշարունակեցի։ Վրացիները նույնպես կարող են
Այո, իհարկե։ մոռանան եւ Ու դրանից հետո ամեն անգամ մի սեմինար չի եղել, որ ես այդ կնոջ մոտ չհանձնեմ, ինքը շատ խիստ է ու սկսեց ինձ սիրել։ Ու միշտ օրինակ է բերում, որ այսպիսի ուսանող պետք է լինել ու պատկերացրու, որ այնքան ես կարևորում քո նպատակներն ու երազանքները, որ վրացիներից ավելի լավ ես սովորում ու քեզ օրինակ են բերում։ Այս ամեն ինչ ասում եմ նրա համար, որ ոչ մի հայ ուսանող հանկարծ չկոտրվի ոչ մի բանից։ Եթե դուք ուզում եք սովորել, եթե դուք ուզում եք լավ մասնագետ դառնալ, կողքի դրեք ամեն ինչ, ամեն մի կարծիք, ամեն մի կարծրատիպ ու մտածեք միայն ձեր նպատակի մասին։ Ձեր անձնական Իհարկե, որովհետեւ եթե ձեր վախերից վախենաք, իրենք ավելի կմեծանան ու կհոշոտեն ձեզ, բայց դուք կարող եք իրենց փոխրացնել ու օրերից մի օր կտեսնեք, որ անհետացել է, չկա ու նույնիսկ չեք զգացել, ոնց այդ մեծ վախը ցենց փոքրացավ ու փոշու նման գնաց կորավ։ այո, այստեղ էլ եմ ուզում խոսել կարծրատիպերի մասին։ Մեր հայ ուսանողները շատ-շատեր ասում են, որ շատ դժվար է, անհնար է ինչ որ մի առարկա մաքսիմալ փակել, հա, դժվար է, անհնար, ինչպես նշեցի, ու ուզում եմ ասել, որ դա այդպես չի, եթե դուք կարևորում եք ձեր նպատակը, եթե ուզում եք հասնել դրան, ամեն ինչ պետք է անեք ու ոչինչ հաշվի չառնեք։ Ու դրանից հետո իմ մոտ ամեն ինչ սկսվեց շատ պարզ առաջ գնալ, փոխվել, ինքնավստահ դարձա, հիմա ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, մենակ իմ նպատակը։ Ուզում եմ նաև նշել, որ չափից դուրս կարիերիստ մարդ եմ ու չափից շատ եմ ուշադրություն դարձնում սովորելուն։ Եվ ամբողջ ժամանակս, էներգիաս տվել եմ մասնագիտությունը սովորելուն։ Ինչ վերաբերվում է իմ առօրյային, ինչպես նշեցի, ինձ ամբողջությամբ տվել եմ սովորելուն։ Օրս սկսվում է սովորելով, ավարտվում է սովորելով։ 11-ից 12-ից սկսվում է, գնում եմ լեկցիաներին, սեմինարներին, հետո գալիս եմ տուն, պատրաստվում եմ մյուս սեմինարներին, սրա հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ ամեն օր ունեմ 23, 24, այդպես տատանվում է, էլի, կամ 30, օրինակ այսօր ունեմ 30 հիերոգլիֆ սովորելու, որը ահավոր շատ ժամանակ է խլում ինձանից եւ շատ դժվար է։ Կավելացնեմ նաեւ այն, որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ ժամանակ անցկացնելը նույնպես հաճույք է պատճառում եւ փորձում է, այսպես ասեմ, թեթևացնել առօրյաս, ցրվել հոգսերից եւ այլն։ Անցած տարի ավելի ակտիվ էի ոչ ֆորմալ կրթության ոլորտում, այսպես ասեմ։ Հիմա, քանի որ ընտրել եմ նաեւ երկրորդ մասնագիտություն, չեմ հասցնում։ Քիչ է, ինքը ավելի ուզեց Այո, մեծացնել քանակը։ չեմ հասցնում այդպես ակտիվ մասնակցել, բայց փորձում եմ։ Հիմա պետք է մասնակցեմ համալսարանի կողմից կազմակերպված կոնֆերենցիաներին, որը ահավոր մեծ փորձ է տալիս ինձ։ Խորհուրդ տալ մեր ուսանողներին անպայման զբաղվել ոչ ֆորմալ կրթությամբ, որովհետև ահավոր մեծ փորձ է տալիս։ Իմ դեպքում կարող եմ նույնպես ասել, ամենամեծ փորձ տված պրոյեկտը եղել է իմ վրացերեն դասավանդելը էթնիկ հայ երեխաներին։ 2 ամիս շարունակ դասավանդել եմ, տվել եմ գիտելիք եւ դրա հետ մեկտեղ ստացել եմ ավելի շատ գիտելիք։ Եթե մարդը ուզում է համարվել կրթված, գիտակից, հասուն եւ այլն, ապա պարտադիր է, որ նա ընդունվի ու ավարտի համալսարան, այսինքն անպայման է դիպլոմ ունենալը։ Դու Զինա ջան, համաձայն ես այս կարծրատիպի, այս տարածված մտածելակերպի ու այս մտքի հետ։ Ոչ Գոհար ջան, միանշանակ համաձայն չեմ եւ միշտ նշում եմ, որ բոլորը չի, որ պետք է համալսարան սովորեն։ Իհարկե, այս ամեն ինչը ոչ թե վատ մտքով եմ ասում, այլ ուղղակի մարդը պետքա ինքը իր մեջ հասկանա, արդյոք իրեն պետք է համալսարան ընդունվելը, արդյոք իրեն պետք է անցնել այն դժվարությունների միջով, որով պետք է անցնել։ Կամ արդյոք ինքը հենց համալսարանում է իրեն տեսնում, կարող է ինքը այդ ժամանակը ուզում է լրիվ այլ բանի վրա ծախսի ու հնարավոր ինքը ունի այն հմտությունները, որը կոնկրետ այնտեղից կարող է ավելի արժեքավոր պետուկներ ստանալ, չէ՞։ Միանշանակ, կոնկրետ օրինակի վրա կարող եմ բացատրել այս մասով։ Ընկերներիցս մեկը, երբ նախապատրաստական կուրսում էինք սովորում, կիսվեց հետս, ասեց, որ Զինա, օրինակ ես սիրում եմ մեյքափ անել, բայց ծնողներս ինձ ասեցին, որ դու պետքա համալսարան ընդունվես անպայման։ Ու ինքը ինձ միշտ ասում էր, որ իրեն չի դուր գալիս այս ամեն ինչ, իրեն դուր չի գալիս միջավայրը,
սովորելը ու ուզում էր որ փոխեր ու հարցնում էր միշտ թե ինչպես վարվի ու միշտ ուզում եմ ասել որ եթե մարդը սիրում է այն օրինակ մեյքափ, տորթեր պատրաստել, ինչ որ վարսավիր լինել, տարբեր մասնագիտություններ, արհեստ, այսպես ասած, այո, այսպես ասած, հմտությունն է, չէ, որով ավելի կարող եք իհարկե, զարգանալ։ որովհետև ամեն մարդ չի, որ ուզում է համալսարան ընդունվել, ուղղակի հասարակության կարծիքը բավարարելու համար ընդունվում է համալսարան։ Եվ ուզում եմ նշել այն, որ ինչը մենք անում ենք ոչ սիրով, այդտեղ հաջողություններ երբեք չեն լինի, կարող եմ վստահ ասել։ Եվ ինչպես նշեցի, շատերը համալսարան են ընդունվում ուրիշի կարծիքը բավարարելու համար, որովհետև մեր օրերում համալսարան ընդունվել այսպես պրեստիժային ինչ-որ բան է դարձել նորաձևության պես ու շատերը մտածում են, հա ինչի՞ չէ, ես էլ ընդունվեմ համալսարան, եւ երբ համալսարան են ընդունվում, բակալավրիատում ավելի շատ այսպես ասեմ, հանդիպում են դժվարություններին ու հասկանում են, որ իրենք պատրաստ չեն այդ ամեն ինչի միջով անցնել, անընդհատ բողոքվում են, չսիրելով անում են ստիպված այդ գործը, որովհետև իրենց ծնողներն են ասել, որ իրենք պետք է սովորեն կամ հասարակությունն է այդպես ուզում, եւ իրենց կյանքը վատնում են 4 տարիները համալսարանում սովորելիս։ Տես Սենա ջան, ես քո հետ իրոք համաձայն եմ ու իրոք քո նշած օրինակներից ես նույնպես ունեմ իմ շրջապատի մեջ մարդիկ, ովքեր իրականում չեն ուզեցել համալսարան ընդունվել ու նաև կա հակառակը, գիտեմ մարդկանց, ովքեր ի սերտե ուզեցել են սովորել, աղջիկների դեպքում դա չի իրականացվել կոնկրետ կարծրատիպերի պատճառով, որ Թբիլիսի մեծ քաղաք աղջիկը գնա կփչանա շատ տհաճ կարծրատիպ ու տեղաների դեպքում, ինչպես արդեն նշեցի, տունեստի թող քույրդ գնա դիպլոմով աղջիկներին ավելի լավ տեղակ ուզի եւ այլն ու այսպեսի տհաճ ու անցանկալի կարծրատիպեր իրականում նույնպես կան։ Իսկ ինչ վերաբերվում է համալսարան ընդունվեց թե չէ, պարտադիր է թե չէ, պետք է թե չէ, ըստ իս համալսարանը կրթություն ստանալու ուղիներից մեկն է։ Բայց դա չի նշանակում, որ միակ ու անկրկնելի ուղին է։ Այսինքն, բացի համալսարանից, ելի կան տարբեր կառույցներ, որտեղ մարդը կարող է որակյալ կրթություն ստանալ։ Թեկուզ, եթե ես անկեղծ լինեմ, ես 4 տարի համալսարան սովորել եմ, որը ինձ համար շատ արժեքավոր է ու եթե հնարավորություն լիներ, իմիջիայլոց ժամանակ է եղել, երբ սովորելը, համալսարան սովորելը եղել է ինձ համար ահավոր մեծ երազանք ու նպատակ, որովհետև դպրոցական հասակում ես մտածում էի, որ հնարավոր է չիրականանա իմ այդ մեծ ցանկությունը ու ես նույնպես մնացածի նման չկարողանամ գնալ սովորել եւ այլն։ Բայց եթե այսօր ես էլի հնարավորություն ունենայի ընտրություն կատարելու, ես էլի կընտրեի համալսարան սովորելը, որովհետև անկախ նրանից ինչպես են սովորեցրել, ինչ են սովորեցրել եւ այլն, մարդկանց հետ շփումով, թեկուզ վատ փորձեր ունենալով, թեկուզ երբեմն ժամանակ վատնելով, դու միևնույն է կոփվում ես որպես անձ, անհատ եւ ինչ որ բան սովորում ես։ Բայց եթե անկեղծ լինեմ, ես համալսարանը սովորելուց հետո 1 տարվա ընթացքում էլի հոգեբանության հետ կապված 1 տարվա կուրս եմ անցել, որտեղ իրականում կար թե թեորիա, թե պրակտիկա, որը չկար համալսարանում։ Պրակտիկա օրինակ մեր ֆակուլտետում չի եղել, հիմա չգիտեմ արդեն այս մի 3-4 տարվա ընթացքում ինչ որ բան փոխվել է թե չէ, բայց իմ սովորելու ընթացքում չի եղել ու միշտ այդ չորությունը, թեորիայի չորությունը զգացվել է ու միշտ խանգարել է, որովհետև համալսարանն ավարտելուց հետո դու վախենում ես, որ իմ դեպքում այցելուները ընդունել եւ այլն, ու ես մինչեւ այդ 1 տարվա կուրսը չեմ անցել, միշտ այդ վախը իմ մեջ եղել է, որ չէ, կարող է ես չկարողանամ այդ մարդուն տալ այն, ինչի համար նա եկել է ու պետք է գա իմ մոտ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, կան դեպքեր, երբ թեկուզ կուրսը, քոլեջը, մի քանի ամսվա տարբեր պրակտիկաները հնարավոր է ավելի շատ գիտելիք տան երբեմն, քան համալսարանը։ Նման փորձեր նույնպես կան, ու դա կախված է մասնագիտությունից, դա կախված է համալսարանից, դա կախված է տվյալ մարդուց իրականում, բայց էլի եմ նշում, համալսարանը կրթություն ստանալու միակ ուղին չէ, միակ ճանապարհը չէ ու միակ կառույցը չէ, ու այն երեխաները, այն ուսանողները, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր հիմա քոլեջներում են սովորում, ես ուղղակի ուզում եմ ձեզ ասեմ,
որ երբեք չմտածեք, թե դուք ինչ-որ բանով ցածր եք համալսարան սովորողներից կամ նրանց համեմատ անկիրթ եք, չկա նման բան, որովհետև այսօր կան ինքնուս մարդիկ, ովքեր, եթե հիմա ես այստեղ գան նստեն, հնարավոր մեզնից ավելի շատ գիտելիք ունենան ու ավելի շատ փորձ ունենան, քան մենք ունենք համալսարան սովորողներս, դրանով չի որոշվում մարդու մակարդակը, դրանով չի որոշվում մարդու գիտակցական մակարդակը, գիտակցության։ Ու ուզում եմ ասեմ նաև որպես հոգեբան, որ կան շատ մարդիկ, ովքեր կոնկրետ մասնագիտության հետ կապված լավ տեսական գիտելիք ունեն, կարող են շատ լավ ձևով ներկայացնել, ցույց տալ իրենց ունեցած խելքը, ինֆորմացիան եւ այլն, բայց այսինքն իրենց ինտելեկտը IQ-ն բարձր է, բայց էմոցիոնալ ինտելեկտ ընդհանրապես չունեն։ Ու այդ մարդկանց հետ դու չես կարող խոսել, դու չես կարող բանավեճել, որովհետեւ իրենք ունեն, ինչու չեն այլ էթիկայի կանոններին չեն տիրապետում, ու այդ մարդկանց հետ դու չես կարող բանավեճես, որովհետև իրենց համար բանավեճը ոչ թե ինչ-որ մի կոնկրետ հարց քննարկել է, հասուն մարդկանց նման կարծիքներով փոխանակվել, արգումենտներ, փաստեր առաջարկել, իրենց համար դա ագրեսիայի սկիզբ է, ու իրենք սկսում են միանգամից հարձակվել։ Այսինքն գիտակցական մակարդակը միայն IQ-ով չի սահմանափակվում, ու էմոցիոնալ ինտելեկտը թեկուզ տարբեր հարցերի կրիտիկորեն նայելը, բայց ոչ թե հարձակվել այլ կարծիք ունեցող մարդկանց վրա, սա նույնպես կարևոր է։ Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել կամ իմ կարծիքը իրենց վզին փաթաթել ասելով, որ պետք չի ընդունվել համալսարան կամ պետք է ընդունվել համալսարան, ասածս այն է, որ յուրաքանչյուրդ հասկանաք, թե ինչ եք ուզում այս կյանքից, որովհետև եթե դուք գիտեք ուր եք գնում, ինչ նպատակի հետևից եք գնում, դժվարությունները այնքան հաճելի կթվան ձեզ։ Հիմա մեր կյանքում լինում է, ասում եմ, ինձ ինչ պետք էր սա, ինչ էի անելու, հանգիստ ապրեի, էլի, բայց այդ վայրկյանների ընթացքում անցնում է, որովհետև ես հիշում եմ, թե ինչի համար եմ այստեղ։ Ինչքան ջանք ես գործադրել։ Ու քանի որ հերվում դրված ինչ-որ բանը քեզ երևում է, քեզ քաշում է դա։ Ու դժվարությունները շատ սիրով հաղթահարում ես ու բացահայտում ես, թե ինչքան ուժ ունես քո ներսում, որպեսզի կարողանաս անել այդ ամեն ինչը։ Ես փորձ եմ ունեցել, երբ զբաղվել եմ նրանով, ինչը չեմ սիրել։ Իսկ ինչը որ չես սիրում, ահա որ դժվար է այդտեղ հաջողություն գտնելը, ես կարող եմ նաև վստահ ասել, որ անհնար է նաև նույնպես։ Ես նույնպես այդ փորձն ունեցել եմ, որ ծնողս որոշել է, որ ես պետք է գնամ իր ցանկացած բանով զբաղվեմ։ Ինչպես սկզբից նշեցի, 12 տարեկանից է սկսվել իմ կրթական կյանքը։ Դպրոցում լավ եմ սովորել, բայց այդ տարիքում ես չէի հասկանում այս կյանքից ինչ եմ ուզում, ինչ մասնագետ եմ ուզում դառնալ, ինչը լրիվ նորմալ է, չէ՞, երեխայի համար։ Ուղղակի որ իհարկե, ուղղակի որ մեծերը միշտ ասել են, որ լավ պետք է սովորես, որովհետև սովորելը լավ բան է, ես էլ սովորել եմ, բայց ոչ մի բան չգիտեի ես այս կյանքից ինչ եմ ուզում, ինչ մասնագետ եմ ուզում դառնալ։ Ու ուզում եմ նշել այն, որ ահա որ ինտրովերտ եմ եղել, ահա որ չափից դուրս ամաչկոտ, ինքս իմ գիտելիքները ցույց տալ չեմ կարողացել, եւ ծնողներս որոշել են փոփոխություն կատարել, հա, իմ կյանքում։ Մի օր դասերից տուն եմ գնում ու մամաս ասում է, որ իրենք որոշել են, որ ես պետք է երգի գնամ։ Ես ապշած էի, ոչ կխաբեմ, եթե ասեմ ուրախ էի, որ ինչ-որ բան էի անելու նոր, ոչ էլ կասեմ, որ մեկ էր այդ ամեն ինչը ինձ համար, որովհետև ոգևորություն զգացի, ինչ-որ հետաքրքրություն զգացի նոր բան սկսելու, բայց գրեթե վստահ էի, որ ես չեմ ուզում շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ ձեռք բերել։ Քո բախտը ավելի շատ քո ինտրովերտ լինելուց է եկել, որ դու չես ուզեցել մարդկանց հետ շփվել, թե երգի հանդեպ հետաքրքրություն չունեիր։ Այդ ժամանակ չգիտեի, ունեի հետաքրքրություն չէ, կնշեմ այն, որ ես ունեի ձայնային տվյալներ, ունեմ, որը գենետիկորեն է ինձ փոխանցվել մամայիս կողմից, մամայիս կողմից շատ-շատեր ունեն ձայնային տվյալներ ու ինքը երազում էր, որ ես գնամ երգչուհի դառնամ, զբաղվեմ դրանով, ընտանիքիս մնացած անդամները նույնպես համաձայն էին, կողմ էին, բայց պապաս այդքան ոգևորված չէր, ուղղակի տեսնում էր, որ ես ինձ չեմ գտել, շատ չշփվող եմ, ուզում էր բացվեի, բայց մամաս միշտ ուզեցել է, որ երգչուհի դառնամ, գնացի։ Ու հիշում եմ, ինչ հիասթափություն եմ ապրել այդ առաջի օրը, երբ ինձ կանչեցին երգելու, շոկի մեջ էի, որովհետև կանգնած եմ ու 20-25 հոգի երեխաներ նստած ինձ են նայում։ Սկսեցի կորցնել ինձ, չկարողացա, իմ մոտ չստացվեց ու վստահ էի, որ սա իմը չէ։ Իհարկե, այս ամեն ինչ անդրադարձավ հետզհետե իմ
մենտալիտետի վրա, իմ տրավմա դարձավ ինձ համար, որովհետև շաբաթ-կիրակի օրերը որ գալիս էր, ես ատում էի այդ օրերը։ Ես ուզում էի հանգստանալ, դրա ժամանակը չունեի, պլյուս անում էի այն, ինչը չէի սիրում ու անընդհատ մեղադրում էի իրենց, որ ինձ սա պետք չէր։ Ինչի ինձ այստեղ տարակ ու հնարավորություն կար չգնալու։ Ես կարող էի չգնալ։ Ուղղակի իմ մեջ ձևավորված կար։ Այո, ոնց կարող էի կիսած թողնել սկսածս գործը, եթե հետո հասարակությունը կասեր գնաց, չստացվեց, չկարողացավ, ես նույնպես այդ կարծիքն ունեցել եմ, դրա համար գնացի, ավարտեցի։ Ուզում եմ նշել այն, որ ինչպես նշեցի ավելի ճիշտ շաբաթ-կիրակի օրերին էր դասերը ու ես ինչպես էի պատրաստվում, որ գնամ այնտեղ երգեմ, հանձնարարություն էինք ունենում։ Տանը ես երգում էի, ես շատ աշխատասեր եմ ու եթե անում եմ, լավ պետք է անեմ։ Պատրաստվում էի ու վստահ կարող եմ ասել, որ շատ լավ էր ստացվում։ Գնում էի այնտեղ, էլի կանգնում էի, ես ինձ կորցնում էի, դողում էր ձեռքերս, ձայնս չէի կարողանում ինձ ցույց տալ ու ամենաշատը նեղվում էի նրանից, որ մարդիկ մտածում էին, որ ես չեմ կարող։ Ու դա նորմալ էր, որովհետև իմ մոտ չէր ստացվում։ Եկավ երկրորդ տարին, սկսեցի համակերպվել։ Ունեի շատ լավ ընկերներ, որոնց հետ կապը մինչև այսօր պահում եմ։ Բայց էլի զգում էի, որ դա իմը չի, ես այստեղ անելիք չունեմ։ Ինչը կապված է եղել իմ բնավորության գծերի հետ կապված, բայց կարող եմ ասել, որ եթե ես չգնայի այդտեղ, ես հիմա այն չէի լինի, ինչ այսօր եմ ու միշտ շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս, որ տարել են ինձ այդտեղ։ Իհարկե, ոչ մի փորձ ապարդյուն չի ու ամեն փորձ ունի իր օգուտը։ Այո։ Ու դրանց վրա ենք ոնց որ զարգանում, ձևավորվում։ Միանշանակ ու քանի որ ես շատ եմ փոխվել, այսօր այս ամեն ինչի մասին շատ ազատ խոսում եմ ու ուզում եմ օրինակ դառնամ այն մարդկանց համար, ովքեր չսիրելով անում են իրենց գործը, բայց սրա հակառակ կողմն էլ կա։ Երրորդ տարին եկավ, կոവിഡ്ի ժամանակ էր, ու մենք պետք է տեսանյութեր նկարեինք, ուղարկեինք, հետո դրանք տեղադրվում էին սոցիալական հարթակներում, Instagram, Facebook, ու ես մենակ տանը ինձ համար նկարում ուղարկում էի, ու հիշում եմ ուսուցչիս կարծիքը, երբ առաջին անգամ լսեց, ու ձայնային էր ուղարկել, մինչև այսօր պահում եմ, թե Զինա, սա դու ես, ո՞նց է ստացվել, որովհետև ես մենակ էի ու ինձ ոչ մի բան չէր խանգարում։ Ուզում եմ ասել նաև այն, որ հիմա լրիվ ուրիշ է։ Հիմա ես զգում եմ, որ ինչ որ բան քաշում է ինձ դեպի այդ ոլորտ, բայց ցավոք սրտի այս պահին ոչինչ չեմ կարող անել։ Ահա, ասում են նաև, որ շատ լավ ձայնային տվյալներ ունեմ ու հանցագործություններ։ Չէ։ Վարձիրեցի փուշտ արավ, դել yaman, Վարձիրեցի փուշտ արավ, դել yaman, Գնաց ուրիշին արավ, ախ մերատ մերնի սարի աղջիկ, օյ, քար սիրտ աղջիկ, օյ, չար սիրտ աղջիկ, օյ, սարի աղջիկ, գնաց ուրիշին արավ, ախ մերատ մերնի սարի աղջիկ, օյ, քար սիրտ աղջիկ, օյ, չար սիրտ աղջիկ, օյ, սարի աղջիկ։ Ուրեմն, ես արդեն մի անգամ արտահայտեցի իմ էմոցիաներս, բայց եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ Զինային դուք ճիշտ եք ասում, որ ինքը հանցագործ է, որովհետեւ այսպիսի ձայնային տվյալներ ունեցող մարդը ես փշաքաղվել էի ոտքերից մինչեւ ձեռքերս, փշաքաղվել եմ ու կլինի դու մեր տուն շատ հաճախակի գաս ու ինձ համար երգես երբեմն։ Կգամ, այո։ Շատ ցավալի թեմա է, բայց հպարտությամբ կարող եմ խոսել, որ այդ փոքրիկ Զինայի շնորհիվ է, որ այսօր ձևավորվել եմ այսպիսի անհատ, որը շատ ինքնավստահ է, շատ ինքը իր ուժերին հավատացող է, բայց նախկինում այդպես չէր, ինչը ազդեց իմ որոշմանը, որ ես այս ոլորտում անելիք չունեմ, այդտեղ ավարտելուն պես ես ինձ խոստացա, որ ես այս ոլորտում ոչինչ չունեմ անելու ու այսքանով սահմանափակվում է ամեն ինչ։ Հետո չգիտեմ, որովհետև այս պահին լուրջ չեմ մտածում այդ ուղղությամբ, թե արդյոք
կլինեմ այդ ոլորտում։ Առաջարկություններ ստանաս։ Առաջարկություն ասելով, օրինակ կոնկրետ ինչ առաջարկության մասին է խոսքը։ Չգիտեմ, համերգներում երգելու առաջարկություններ կամ որպես աշխատանք ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձև, չգիտեմ հիմա այս պահին, բայց եթե օրինակ օրերից մի օր առաջարկություններ ստանաս կոնկրետ երգելու հետ կապված, թեկուզ այդ ժամանակ արդեն համալսարանն ավարտած լինես ու ժամանակ ունենաս։ Կտրուկ կարող եմ ասել ոչ, որովհետև ես մտածում եմ, որ ես եթե չունեմ երաժշտական կրթություն բարձրագույն, ես այդտեղ անելիք չունեմ։ Իսկ եթե հոբի, որպես ինձ համար, այդ դեպքում ես սիրով եմ անում այս ամեն ինչը, որը նոր եմ բացահայտել, որ սիրում եմ երգը։ Քաշում է ինձ մի ձև, ներքին ձայնս ինչպես նշեցի ինձ ասում է անընդհատ ինչ-որ բան, բայց լրացնում եմ։ Չեմ մտածում, որ հիմա այս этаպում ինչ-որ բաներ անեմ, բայց հետագայում հնարավոր է, որովհետև այո, ուրեմն հույս կունի մի քիչ կա, դուք մեկնաբանություններում կարող եք գրել լավ կոմպլիմենտներ անել, որ այս մարդը կարդա ու համոզվի, որ պետք է ու արժի ու պետք չի նման տաղանդը գործել։ Չնայած վերջնական առումով այսպես ասած դա քո որոշումն է, հնարավոր է ուրիշ տեղես ավելի շատ քեզ պատկերացնում կամ չես ուզում համատեղել, այսպես ասած երգը, մասնագիտություն, այդ աշխատանք, հետագայում եւ այլն, ուղղակի իրոք շատ լավ ես երգում ու թեկուզ երեխայիդ համար օրոցային ես հիմա կհասնեմ։ Ամուր ոչ գիտեմ։ Դες ինչի եմ ասում հետագայում, որովհետև ես այն տեսակ մարդկանցից եմ, որ ինձ համար չկա այնպիսի հասկացություն, որ ասեմ ուշ է ինչ-որ բան սովորելու համար, ես կարող եմ 30 տարեկան լինեմ, 40 տարեկան լինեմ, եթե որոշեմ, որ ուզում եմ երգի ոլորտում լինել, կրթություն ստանալ երգի հետ կապված, անպայման ես դա կանեմ։ Ուղղակի հիմա չգիտեմ այդպես լինի, թե չէ։ Եվ ուզում եմ այն հարցիդ պատասխանել ինչի թողեցի, նորից ուզում եմ նշել, որ դա եղել է իմ բնավորության պատճառով, որովհետև ես երբեք չեմ կարողացել ցույց տալ իմ գիտելիքները, մտածել եմ, որ մինչև վերջ քո ունեցած այդ տաղանդը չես կարողացել ներկայացնել, հա։ Հա, իհարկե, եւ կարող եմ հիմա ասեմ զարմանաս, ես եղել է բադ եմ երգել, որ հանկարծ չասեն լավ է երգում։ Չգիտեմ, չեմ հասկանում, լուրջ խոսք, այդ երեխան ինչ է մտածել այդ տարիքում, ուղղակի մտածում է հանկարծ որ մի բան ասեն լավ չեմ երգում։ Ում վերա շատ պարտականություններ ու պահանջ է եղել թեկուզ սեփական անձի կողմից։ Ու երեխայի համար այդ ամեն ինչը մի քիչ շատ է եղել դիմաճան, այսինքն դու քեզ մի մեղադրի այդ փոքրիկ երեխային մի մեղադրի, որ ինքը ինչ-որ մի բան իդեալական չէ կարողացել անել, որովհետև այն ինչ դու նշում ես, մեծերս նույնպես երբեմն չեն կարողանում 100-ի վրա անել ու նորմալ է որ փոքրիկ զինան ինչ-որ միտեղ թերացել կամ ուզեցել է թերացել կամ թերանալ կամ վախեցել է թերանալ։ Իհարկե, որովհետև միակ խնդիրը ես եմ եղել ու իմ այդպիսի բնավորությունը, որովհետև այդտեղ ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, ովքեր մեծ դեր են կատարել իմ կրթության կյանքում, շատ լավ սովորեցրել են եւ շատ շնորհակալ եմ ես իրենց, որ հենց իրենք են եղել իմ ուսուցիչները։ Շնորհակալությունների օրեր մեր ոդկասթի ընթացքում շատ մարդկանց շնորհակալություն հայտնեցինք ու ես ամենաշատը ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետև ըստիս մեր այս ոդկասթը ինչ-որ մեկի համար մոտիվացիա կլինի, մեկ ուրիշի համար որոշ հարցերի պատասխան, մեկը ինքը իրեն կգտնի մեր ներկայացրած կոնկրետ քեյսերի, կոնկրետ օրինակների մեջ ու ինչ-որ մի բան կսովորի, ինչ-որ մեկի համար հնարավոր է այդքան էլ հետաքրքիր չլինի եւ դա նույնպես նորմալ է իհարկե, բայց ընդհանուր առմամբ ինձ համար նույնպես շատ հագեցած էր, չնայած ես պետք է քիչ խոսեի, բայց էլի շատ թեմաներ էր լինում, որ ուզում էի հետդ քննարկել ու թեկուզ կարծիքդ լսել եւ այլն։ Մի խոսքով թող մեր այս երկուսիս ոդկասթները շարունակական լինեն, ես անպայման էլի եւս մեկ անգամ հետո կհրավիրեմ քեզ։ Առաջինը դու էիր, բացումը քեզ հետ արեցի, հոգեբանի օրագրի առաջին հյուրը ինչպես նշեցի Զինան էր ու դա ավելի մեծ պատասխանատվություն է ու դրանից լարվածությունը ոնց որ ավելի է շատանում, բայց մենք շատ լավ կարողացանք միասին այս ամենը հաղթահարել
ու հետո էլի հանդիպենք, որոշենք ինչ թեմաներ կարող ենք քննարկել։ Ես վստահ եմ, որ դուք կունենաք ցանկություն եւս մեկ անգամ հետագայում Զինային տեսնելու, որովհետեւ այս փոքր հասակում այս մարդը շատ տարբեր ոլորտներում է եղել, շատ տարբեր ոլորտներում է զարգացել ու ունի սեփական անձ, կարծիք, ինքը արդեն անհատ է, չնայած որ փոքր է, քանի տարեկան է իր։ 20 Առաջի տպավորությունից իհարկե չէի ասի, որ այսքան հասուն մտածելակերպով գիտակից մարդը դեռևս ընդամենը 20 տարեկան է, բայց իհարկե ինձ շատ-շատ հաճելի էր։ Ու չգիտեմ, եթե հարցեր ունենաք, այդ ամեն ինչի մասին դուք կարող եք գրել, Զինանել, եթե ժամանակ ունենա, եթե Զինային անձամբ հարցեր ունենաք, էլի Զինանել կպատասխանի այդ հարցերին, թեպուտ մեկնաբանությունների բաժնում։ Հիմա դու էլ քո խոսքը ասա ու արդեն ավարտենք մեր ոդկասթը։ Գոհար ջան, ես եմ իրականում շնորհակալ քեզ, որ սկզբից են, որ ստեղծել ես այս ոդկասթը, այս հնարավորությունը, եւ ուզում եմ նշել, որ շատ հաճելի էր քեզ հետ խոսելը, շատ լավ զրուցակից ես, շատ բան սովորեցի քեզնից, այս կարճ ժամանակում նույնպես։ Ես միշտ հետևում եմ քեզ, քո Instagram-յան էջին ու ուզում եմ ասել, որ դու այն մարդկանցից մեկն ես եղել, ով իմ կյանքում շատ մեծ հետք է թողել, որովհետև հիշում եմ, երբ դպրոցական տարիներին, երևի 2021 թե 22 թիվներ, ու հեռուստացույցով դիտում էի քո հարցազրույցը, Ախալքալաքում էր նկարվում, եթե ճիշտ եմ հիշում, ու ես ընդհանրապես էմոցիոնալ մարդ եմ, ու ամբողջ ընթացքում ինձ նայել եմ, շատ ոգևորված, ու անընդհատ էմոցիաներս բարձրացնում էին գլուխը, այսպես ասեմ, ու հետո գտա քեզ, գրեցի ու ասեցի Գոհար ջան, դու ինձ շատ մոտիվացիա տվեցիր, ու դրանից հետո ինձ համար միշտ օրինակ ես եղել, միշտ օրինակ եմ բերում յուրաքանչյուր տեղ, լինում են դա ընկերական հանդիպումներ, եթե այդպես խոսք է գնում կրթության մասին, նպատակներին հասնելու մասին, առաջ գնալու մասին, միշտ օրինակ եմ բերում քեզ, որ աղջիկ, ով փորձում է ամեն ինչի հասնել ու այդ իր մոտ ստացվում է, որովհետև դու ոչ մի բան հաշվի չես առնում, ոչ մի կարծրատիպ, վստահ եմ ու առաջ ես գնում ու ես նույնպես այդպիսի աղջիկ եմ, որ մտածում եմ, եթե ես աղջիկ եմ, ես ավելի շատ ուժ ունեմ ու եթե ես աղջիկ եմ, դա չի նշանակում, որ ես պետք է չհասնեմ ինչ-որ բանի, այո, ես հակառակն եմ, ես մտածում եմ, որ ես աղջիկ եմ ու ես պետք է իմ կարծիքը հայտնեմ, ես պետք է առաջ գնամ, ինքս ինձ համար մեքենա գնեմ, տուն գնեմ ու ես ամեն ինչ անում եմ դրա համար, ինչ որ հիմա անում ես, այդ հաստատ պտուղներ տալու է, ու դու ես եղել այն մարդը, ով ավելի է, այսպես ասած, արթնացրել այդ ուժը իմ մեջ, ու միշտ role model ես դու ինձ համար, ու շատ շնորհակալ եմ, որ քեզ ճանաչում եմ, ու շնորհակալ եմ, որ հենց այսպիսի մարդ ես։ Ինչպես նշեցի, այսօր իրոք շնորհակալությունների օր է ու իրոք շատ շնորհակալ եմ այսպիսի հաջողությունների համար։ Այս կյանքի իմ նպատակներից մեկը եղել է, որ գոնե մի մարդու իմ կյանքի ընթացքում ապրելի ընթացքում գոնե մի մարդու կյանքի մեջ ինչ որ մի դրական բան մտցնեմ ու երբ ասենք դու քո նման մյուս աղջիկները հիմնականում իմ լսարանը աղջիկներ են ու հիմնականում աղջիկների կողմից եմ ստանում թեկուզ սենց նամակներ կամ դուրսը երկխոսության ժամանակ հաջողություններ ու այդ ընթացքում թեկուզ հոգնած լինեմ, թեկուզ մի քիչ դեմոտիվացված լինեմ, ես էլ եմ դեմոտիվացվում երբեմն, ոնց որ լիցքավորվում եմ, ավելի առաջ եմ ուզում գնամ, ավելի շատ մարդկանց եմ ուզում այսպես թեկուզ օգնած լինեմ ու այսօրվա քո այս խոսքերը նույնպես թեկուզ եթե այ պահ լինի որ ոդկասթը ինչ որ կադր չհավանեմ հետո այս խոսքերը գլխից մեջ պտտվելով ես էլ ավելի մեծ ողջավորությամբ ամեն ինչին կնայեմ էլ ավելի մեծ ռեսուրս կներդրեմ որ ամեն ինչը ավելի կատարելագործվի Նախքան մեր թեման ավարտելը խոսքս ուզում եմ հղել մեր լսարանին վստահ եմ մեզ շատ ուսանողներ են դիտում ու կդիտեն այո 0-ից ենք սկսում ամեն ինչ Ուզում եմ, որ իմանաք, այս կյանքում անհնարին ոչինչ չկա։ Ուզում եմ, որ հետևեք ձեր երազանքներին, ձեր նպատակներին ու ոչ ոքի թույլ չտաք, ասեն, որ դուք չեք կարող հասնել ինչ-որ բանի։ Միշտ հիշեք, որ դուք ունեք պոտենցիալ, դուք պետք է լինեք առաջինը, թեկուզ ով կհասնի այդ ամեն ինչին։ Եթե ինչ-որ հարցեր ունենաք, կարող եք մեզ դիմել, փորձենք ձեզ անպայման օգնել։
Այսպիսով հոգեբանի օրագրի առաջին ոդկասթն ավարտվեց եւ հույս ունեմ այստեղից ինչ-որ մի բան կքաղեք, մեր փորձով կիսվելը ձեզ համար նույնպես օգտակար կլինի, օրինակ ինձ համար ինչքան որ տեղեկություն նով էր լի, այնքան էլ հաճելի էր, որովհետեւ շատ հաճելի հյուր ունեի, իսկ դուք բաժանորդագրվեք հոգեբանի օրագրի ալիքին, այստեղ կթողնեմ նաեւ Instagram-ի իմ հղումը, որովհետեւ մինչեւ ոդկասթը տեղադրելը կարճ վիդեոներ կարող եք տեսնել այնտեղ նույնպես։ Նշեմ, որ դուք եւս կարող եք դառնալ հոգեբանի օրագրի հյուրը։ Դուք պետք է Instagram-ում գտնեք ինձ ու գրեք, որ դուք եք ուզում գալ հյուր ինձ եւ խոսել տարբեր թեմաներով, իսկ թեմաները կընտրենք միասին։